Եվ հարգելի գործընկերներ, այս ուրեմն թոհուբոհի մեջ եւ մեզ համար ցավալի իրադարձությունների շրջանակում մի կարևոր բան այսպես դուրս մնաց, հա, մեր ուշադրության կենտրոնից, նո հարաբերականորեն դուրս մնաց ավելի շուտ լուսաբանման տեսանկյունից, երբ որ իրավապահները չկարողացան Միքայել Սրբազանին ձերբակալել մայրաթոռից եւ գնացին, հա, այդպես մեքենաները դուրս բերեցին, զորքը դուրս բերվեց մայրաթոռի տարածքից։ Հետո քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ արդարադատությանը խոչընդոտելու փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այսինքն, դրանից հետո, եթե իրավապահները վերադառնային, իսկ նրանք վերադառնալու էին, որտեղ այդ քրեական վարույթի նախաձեռնումն արդեն հաստատապես խոսում էր դրա մասին եւ հանդիպեին մեր հոգեվորականների, այնտեղ գտնվող քաղաքացիների դիմադրությանը լեգիտիմ հիմք էին ունենալու այնտեղ բոլոր դիմադրողներին ձերբակալելու համար։ Դա չի եղել Միքայել Սրբազանի դեմ ուղղված, որտեղ Միքայել Սրբազանը այնտեղ երկրորդ վարույթի ինչպես իհարկե այնտեղ մասնակիցներին նաև տեղեկություններ կա, որ որոշ անձանց ձերբակալել են եւ հենց այդ վարույթի շրջանակներում քննություն է իրականացվելու ու ես կասկածություն եմ կոնկրետ, որ քրեական հետապնդում է հարուցվելու։ Եվ այստեղ Միքայել Սրբազանի դիրքորոշումը, որ ինքը գնա, ներկայանա եւ իրենից բացի ոչ մեկ չտուժի, հա, այս պարագայում շատ մեծ կարեւորություն ունի։ Սա Սրբազանի հստակ, իմաստուն եւ քաջ դիրքորոշումներ եւ կանխվեց այն հրեշավոր պլանը, որ կարող էինք մենք մայր աթոռում ականատես լինել շատ ավելի մեծ բռնությունների, տեղից էլ մենք արդեն միջազգային հանրության աչքի առջև այդքան էլ, հա, բարենպաստ վիճակում չենք։ Շնորհակալություն։